Սարյան փողոց, աստիճաններ, ու մի անգամից ես պանոիստիկ կերպարով իրեն պատկերացրեցի։ Ինչև այդ քննարկում էին անգամ ինչ-որ նախշազարդեր, հայկական էլեմենտներ եւ այլն, բայց իրենք ոչ մեկ ավարտուն տեսք չստացավ ու մի անգամից հաստատվեց շատ արագ։ 1923 թվականին, երբ Սարյանը ստեղծեց իր այս կտավը Հայաստանը դեռ հեռու էր այն գեղեցիկ Հայաստանից, որը մենք սկսեցինք տեսնել նրա շնորհիվ։ Այսօր մենք Սարյանի աչքերով ենք դիտում Հայաստանը, տեսնելով մեր գեղեցիկ բնապատկերները, կենդանի մեր աչքի առաջ հառնում են։ Ես շատ ուրախ եմ, որ մեր գործընկերները համաձայնվեցին այս պրոյեկտը մեր հետ միասին անել։ Համագործակցությունը մասնավոր եւ համայնքային իշխանություններ անում ենք մեր քաղաքի, մեր երևանցիների ու մեր տուրիստների, որոնք որ արդեն գալիս են, նկարվում են, ժամանակ են անցկացնում, նստում են, վայելում են։ Քաղաքը իրականում վայելելու համար է, Երևանը իրոք վայելելու քաղաք է։ Կարծում եմ, որ սա քաղաքային միջավայր փոխելու լավագույն օրինակ է, ինչպես մի պարզ աստիճանները քաղաքում դարձել են հավաքատեղի, լուսանկարվելու, ընկերների հետ շփման, մի գեղեցիկ վարկետ, եւ սա Կերոն հիմնադրամի տեսլականի մեջ է մտնում մեր երկրում փոխել միջավայր։ Որպես տարածքի բնակիչ միանշանակ ավելի հաճելի է դառնում ամեն անգամ տնից դուրս գալ ու տուն վերադառնալը, հատկապես այս ժամերին։